Հիմա տեսեք, թեք եմ կամերան, որ ձայնագրի, միջև հասնեմ այդ սենյակը, չեք պատկերացնում ինչ դժվար է, երբ մենակ ես էլի, պաստորեն օգնություն չկա, բայց ուղղակի չեմ համբերում, հիմա մի հատ Wi-Fi տեղով եմ ասելու, ձրի Wi-Fi-ը, այս հիմա կձայնագրեմ, շատ կարճ ասելիքս գցեմ YouTube, սրճարանի կողքով ասում եմ, էժան Wi-Fi, ուրեմն տեսակ ինչ պաստոր է, նա արդեն պատրաստում է այդ Սամվել Կարապետյանը, հիմա մի հատ ուշադրիր լսեք ինչ եմ ասում, մի հատ տեսեք, մի հատ նախադասությունը լսեք, տեսեք ինչ եմ ասում, եթե Սամվել Կարապետյանը մանդատ վերցնող չլիներ, նա չէր լինի Սամվել Կարապետյանը, նա կլիներ ուրիշ մարդ, այսինքն չէր լինի այդ միլիարդատեր, ոչ էլ մուլտիմիլիոնատեր, չգիտեմ, տասնյակ հարյուրավոր միլիոնների տեր, հասկացաք ինչ ասած, հո իզուր, սրանք հիմա նախապատրաստում են, որ վերցնեն մանդատները, փաստորեն դա ուղիղ դավաճանություն է, Սրիկա Նիկոլի լեգիտիմացումը դեռ ավելի, տեսեք է, արդեն զրպարտում էլ է, արդեն նա արտասանել է, այսինքն են ազնիվ մարդկանց, ովքեր ճշմարտություն են ասում, որ մանդատ վերցնելը դա լեգիտիմացում է, Սրիկա հանցավոր Նիկոլի, դա ուղիղ դավաճանություն է, այդ մարդկանց նա արդեն զրպարտել է, ասում է դրանք նիկոլական են, ես ինչ ղախպա է, բայց հո իզուր չի ասում, բոյկոտել, իբր այդ ընտրությունները, հլը մի րոպե, լավ, ավարտեմ, հետո երևի ավելի մանրամասորեն ասելիքս, շատ եմ հոգնում էլ ես, շատ եմ սաղորեք, չեմ էտ, և ըլենց եմ ճղայնանում, փաստորեն մի տեսակ, ինչ ղախպա է Սամվել Կարապետյան, անգամ եթե դա գարեր իշխանության, էլի, լավը չեր լինի, հասարակության օգուտ չեր լինի, ոչինչ դեպի լավը չեր փոխվի, նայեք հարևան Վրաստանին, փոփոխություններ կլիներ իր և իր շրջապատի գրպանում միայն, գեղցի ղախպա է, ու պրիտոմ գեղցի ղախպա, էլ է կասեմ,